Ինչ է ասում Նիկոլ Փաշինյանն ամեն առիթով։ Արդեն առաջադրվել է որպես տեխնացու, հայտարարում է. այս ընտրություններով ժողովուրդը որոշելու է լինելու է խաղաղություն, թե պատերազմ, խաղաղության օգտին է քվեարկելու, թե ոչ խաղաղության։ Այո, ճիշտ է ասում։ Իսկ ով է այդ խաղաղությունը բերելու, ինքը։ Ուրեմն իմացեք, ժողովուրդ ջան, եկող ընտրություններով որոշելու եք արժանապատիվ խաղաղություն, թե զինադադարի խախտում, որովհետև Ալիևը ընդամենը զինադադար է հայտարարել եւ սպասում է ընտրություններին, որպեսզի հանկարծ Նիկոլի վերընտրվելու դեպքում իր հարցերը լուծի։ Այս ընտրություններով է որոշելու Սևանալիճ է մնալու, թե անվանափոխվելու է Գյոչա։ Այս ընտրություններով է որոշվելու Երևան է մնալու, թե դառնալու է Երևան։ Այս ընտրություններով է Երևալու մնալու է Հայաստանի Հանրապետություն, թե դառնալու է Արևմտյան Ադրբեջան։ ԿՊ-ն ուրախացել է, թե կարևորը պատերազմ չի լինի, Ալիևը ասել է տանկերով չի գալու, մեքենաներով է գալու։ Ներխուժում է։ Սև լիճ էլ տանկերով չեն մտել, բայց օկուպացրել են։ Բոլոր այն բնակավայրերը, որոնցում նախկինում ապրել են ադրբեջանցիներ, ընտրություն կատարելիս որոշելու են իրենց տներում, իրենց հարևանների տներում հայեր են ապրելու, թե ադրբեջանցիներ, ու դա որոշելու են քվեաթերթիկով։ Գեղարքունիքի մարզի բնակիչները, միայն Վարդենիսի շրջանում շուրջ 30 գյուղ, Արարատի մարզի բնակիչները, Լոռունը, Սյունիքինը, Վայոց ձորինը, Երևանինը քվեարկելիս թող սա շատ լավ իմանան։ Ադրբեջանի գլխավոր շտաբի քարտեզներում Հայաստանի Հանրապետությունը նաև քարոզչական պաստառներում ներկայացված է առանց Սյունիքի ու Վայոց ձորի։ Գեղարքունիքը, Տավուշը, Արարատը ներկայացված են կիսատ։ Այս ընտրություններն են որոշելու Հայաստանի ապագա քարտեզը, լինելու է մեր քարտեզը, թե Ադրբեջանի գլխավոր շտաբի քարտեզը։